Գյուղացին մեր երկրի ուժն է, որին չի կարելի անուշադրության մատնել, այս համոզմամբ է Գագիկ Ծառուկյանը շարունակում հանդիպումները աշխատավոր մարդկանց հետ։ Հերթական ուղղությունը Արագածոտնի մարզն է, գյուղ Հնաբերդ։ Մարդիկ դատարկ խոստումներից հոգնել են, իրական բարեփոխումներ են ցանկանում, կարիք ունեն առաջնորդի, որը երկիրը ոտքի կկանգնեցնի։ Խնդրանքս, դասից վարշապետ, այս տարածքից կողիտ մարդ կարիսնես։ Չի եղեց հավատանեմ, սաղան տեսված եք։ Օրև իմացեք, ամենակարևորը որս եկել եմ ձեր մոտ, նայելով ձեր աչքերի մեջ ձեր հետ խոսալով, հիմնական իմ նպատակը ցանկությունը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ երկրին խաղաղություն ունի, տնտեսություն զարգանա, որ մարդը կարողանա գործ ունենա, խնդիրները կարգավորվի, իր տունը պահի։ Հարկավոր է փորձառու մարդ, որը տիրապետում է, հասկանում է, գիտի, մարդու մատից փուշ անի, մարդուն հնարավորություն տա, ու մարդիկ կարողան աշխատեն իրենց տունը բարեկեցիկ պահեն։ Խնդրան նոր ասես վարշապետ։ Այդ ցավը տանեմ, կարևորը դուք հնարավորությունը տվեք, ես ասեմ, այսօր մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, որ կարողանա կազմակերպի, կապեր ունենա, հնարավորություն ստեղծի, որ բոլոր ոլորտների նախարարները փորձառու մարդիկ լինեն, աշխատած մարդներ, ոչ թե պատական, որ կյանքում չի աշխատե, միանգամից նախարար, միանգամից պատասխանատու։ Պետք է բոլորն զգան, որ այդ մարդը արդյունավետ մարդ է, որը աշխատել է, տիրապետում է, գիտի սկզբունքը, գիտի մոտեցումը, մենք իրավունք չունենք փորձադաշ սարքելու, անփորձ մարդուն դնելու, որ կառավարի, հետո էլ ասեն, գիտես ինչ կա, կներես, մենք էլ ենք սխալվում։ Պատասխանատու մարդը իրավունք չունի սխալվելու։ Համաձայն եք, թե համաձայն չեք։ Համաձայն եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դուք ո՞նց եք։ Очень странно, Լավ ալին։ Ծառուկյանի մարզային հանդիպումները կարծես ժողովրդական ասուլիսներ լինեն, որտեղ մարդիկ առանց դևականության պարզ ու շիտակ խոսում են կուտակված խնդիրների մասին, կիսվում առօրյա հոգսերով։ Խնդիրները ամենուր գրեթե նույնն են, կառավարությունը բոլոր ոլորտներում է ձախողել։ Բացողումներ ունենք ժողովուրդ, բոլոր ոլորտի հետ կապված։ 1000 գյուղ ունենք, 930 գյուղ, որտեղ էլ գնանք այդ խնդիրի խնդրեմը նույնն է։ Վարկերը կա, խնդիրներ կա այդ մեխանիզացիայի, ճանապարհի, դպրոցի, սերմի, սառնարանի, որ ընդունում հանձնում լինի։ Դրանք բոլորը լուծումներ ունեն ժողովուրդը։ Աշխարհում եք, ես ասեմ, գյուղացու համար վարկը 20-25% գոյություն չունի, թող սա Եվրոպան այն 0% է։ Դեր դոտացիալ են տալիս։ Այսօր ձեր հողի չափով պետք է գյուղնախարարությունը խեն փակե, որ գյուղերը ավիրվեն, դադարվեն եղբայր։ Հիմարի արև չունի։ Արևել կլնի, ամեն ինչ էլ կլնի։ Քիչ արև տեսնող այս գյուղի բնակիչները մտահոգ են, անասնապահությունը անկում է ապրել, խոշոր եղջերավորների քանակը նվազել է, գումար վաստակելն ու ընտանիք պահելը ավելի է դժվարացել։ Մենք 3 ամիս տեղ համար չենք Այո, հասկանալի։ Այստեղով ում բանի տեղն է, մենք անասնապահությունը չենք կրապահել։ Բաստեղ ինչով եք զբաղվում։ Անասնապահությունը պարոն Ծառուկյան, ես վերջերս որ գյուղում էի, շատ զարգացած եղել։ 3200 խոշոր է։ Մի չկա 100-անոց։ Իմի 400 խոշոր է։ Սովետի քարտեզներով այս գյուղի վերևից բանի Շիրագի մարզն է, հենց այն ժամանակ տվել են յալայները տվել, այդտենց է թողեցին Շիրագի մարզը։ Այո, բայց հիմա պետք է դիմեք մասպետարան, Մենք անենք դիմե որ։ Բա ինչ են ասում։ Ոչ մեկն է բան տեղ չի տա։ Դա դարգա է տարածքը։ Դար տալիս է եզդիներին ա տալիս։ Փողով տալիս են ուշ։ Ասպետ եզդիներից ցավնել տանեմ, այդ անասունա պետք է կան, բայց որ անասնապահությունը վերանում է մեր մոտ։ Հաճախակի տրվող բարձր պարգևավճարները վրդովեցրել են վարկերի տակ կքած գյուղացիներին։ Մարդկանց խնդիրները լուծելու փոխարեն պաշտոնյաներն իրենց բարեկեցության մասին են մտածում։ Պարոն Ծառուկյան, ես պետությունից ինչ սպասես, այսօր շոֆեր տրակտորից հարգերեք հավաքեն տանեն կտան նախարարներուն։ Պարգևատրումը պետք է հավասարաչափ լինի։ Ոչ թե նախարարը ստանա 8 միլիոն։ Նորից 6 միլիոն էլ պարգևաճար։ Ապրե։ Տվել է նախարարությանը։ Թող բոլորին իր աշխատանքի չափով տա, կամ 50%-ով տա, 20%-ով տա։ Այսօր ուսուցիչը ստանում է 120,000։ Ուսուցիչը համ մանկավարժ է, համ ծնող է, դաստիարակելով առավոտ ծիրիկով, որ լավ երիտասարդ։ Թող նրանց էլ տա։ Ուսուցիչին տա, սահմանին կայնած զինվորին տա։ Այո, սահմանին տա, համաձայն եմ։ Տարել է սպասում 6 միլիոն աշխատատան նոր 6 միլիոն պարգևաճար ա դիգա։ Ժողովուրդ ջան, հիմնական խնդիրը ես նորից եմ ասում։ Բոլորը պետք է մասնակցեք, հավաքվեք գյուղով, իրար հետ քննարկեք, որոշեք ում եք ձեր ձայնը տալու։ Վախում եք բարձրաձայն ասեք։
հանգիստ ձեր մեջ ոչ մեկին էլ մի ասեք, բայց պետք է մասնակցեք, ամեն ինչ կորած չի, ամեն ինչ արժևում է։ Հանդիպմանը նաև առաջարկ Հայաստանին ծրագրի երիտասարդական մրցույթի հաղթողներից Սամվել Հունանյանն է մասնակցում։ Եկել է Գագիկ Ծառուկյանին իրենց տուն հրավիրելու։ Շատ շնորհակալ եմ այդ մրցույթի կազմակերպման համար, որտեղ երիտասարդները իսկապես ուզում են երկրի համար ինչ-որ բան փոխեն, բայց կոպիտ ասած ոնց որ հնարավորությունը չի տրվել։ Շնորհակալ եմ այդ հնարավորությունը տալու համար ու սրտանց ուզում եմ հրավիրեմ մեր տուն, վստահ եմ չեք մերժի։ Ուրեմն չեմ մերժի։ Մրցույթի մասնակիցների ծրագրերը հիացրել էին Ծառուկյանին։ Պետությունը, որն ունի նման փայլուն երիտասարդություն, մեծ հաջողություններ է ունենալու։ Քանի որ մեր ապագան, մեր արժանի փոխանորը երիտասարդությունն է, ասի մի հատ էլ երիտասարդությանը դիմեք, որ կարողանան իրենց առաջարկը ներկայացնել, իրենց խնդիրը, խնդրեմը որն է։ Ուրեմն առաջին մի 20 օրը ոչ մի առաջարկ չեկավ։ Դե ես իրոք անհանգստացա, ասի լավ է, մեր երիտասարդությանը չի տակրում ոչ պետությունը, ոչ երկիրը։ Հետո պատական հադիսարում մի ուսանողի ինձ հարց է տալի։ Ասում է, որ մրցույթը կազմակերպել եք ուսանողի երիտասարդ արդարացիա լինելու։ Ասում իհարկե աղջիկան արդարացիա լինելու ես էլ հետևելու եմ։ Դրանից մի շաբաթ հետո 4-ից 500 առաջարկ եկավ։ Նայել եմ, կարդացել եմ, իրոք տպավորված եմ եղել։ Շատ գրագետ, հոյակապ, պատրաստված, խելացի երիտասարդություն ենք։ Ամենակարևորը երիտասարդությունը պետք է չկոտրվի, չհաստատվի, որ իմանա կա արդարություն, հաղթում է ուժեղը, հաղթում է խելացին, հաղթում է բանիմացը։ Հնաբերդը մարզադպրոց չունի, այնինչ երիտասարդները հետաքրքրված են սպորտով։ Օլիմպիական կոմիտեի նախագահ եք։ Այո, Սպորտի մարդ եք։ այո, Ամեն ինչ անում եք սպորտի համար։ այո, Այս ամբողջ տարածաշրջանում, այո, ասենք հնաբերդում մի հատ սպորտ դպրոց մի հատ չունենք, մի հատ շինություն չունենք։ այո։ Հա, հիմա այսքան երեխա կան։ Այս երեխեքի մեջը եւ Ամոյան կա եւ Ալեքսեյան կա, այո, եւ ամեն ինչ կան։ ապրես։ Հիմա այս երեխեքին մի հատ սպորտ դպրոց ա պետք։ Մեղք են, երեխեք են, զարգանան թող, որպես կոմիտեի սպորտի բանի նախագահ օլիմպիական միջամտեք անցնեք խորհրդարանում հնաբերդում կառուցեք, այդ հարցը բարձրացնեք։ Ուրեմն ես ձեր բոլորի խոսք եմ տալի, լսեք Ասես ուշադիր։ խորհրդարանում ես կեմ վարչապետ ասի։ Մեր բոլորի ուզածը, որ մեր բոլոր երեխաները փողոցից կտրվեն, պարապեն, կարող ծերունդ, կա ապագա, չկարող ծերունդ, չկա ապագա։ Այո, բոլոր գյուղերում պետք է դպրոց լինի, պարտադիր։ Այսօր ամենակարևոր խնդիրը թմրամոլության դեմ պայքարն է։ Փողոցում նստած պատի տակ երեխայա, մանավանդ երիտասարդների մոտ, դա ոնց որ չհասկանալով կարող է մի հատ փորձիկ, իսկ դա չարիք է, դա բոլորիս խնդիրն է։ Ներկաներից մեկը Գագիկ Ծառուկյանի հետ անկեղծ զրույցում հիշում է իրենց ցուցաբերած աջակցության մասին։ Արոն Ծառուկյան, ձեր խոսքը միշտ գործ է, չգիտեմ դու հիշեցիք թե չհիշեցիք։ Այո։ Ես 15 տարի առաջ եղբորս համար որ եկա ձեր կաբինետում մենք ստան խոսացին, Այո։ ասել միացից քեզ տա եղբորս Այո։ $100,000 փող էր պետք։ Այո։ Ասի տղա ջան գնա Մոսկվա խոսա, գումարը պատրաստ է։ Մենք ձեզանից շատ գոհուշնորհակալ ենք, ձեր խոսքը միշտ գործ է։ Դու միշտ էլ ժողովրդական մարդ ես եղել, ժողովրդի մասին դάζող մարդ ես եղել։ Ես ձեզնից մեկն եմ։ Կարևորը փողի չափսը չի։ Կարևորը մարդու հարգանքն է, որ մարդ կարողանա ձեռ մեկնի, մի բանով օգտակա։ Մարդ չկա, որ դիմաց ելնի չօգնա։ 7 հատ եկեղեցի կառուցել, չէ՞։ 8 հատ։ 8 հատ։ Այո։ Ես 8-րդը մեր եք, եղել 9 թողել։ Ուրեմն ես ձեզ ասեմ 8 հատ կառուցել եմ, 21 հատ Մեր գյուղ չկա։ 21 հատ վերակառուցել եմ եւ մոտարապես 50 հատ խաչքար տեղադրել եմ այն բնակավայրերում, որ գոնե աղոթատեղ լինի։ Այսօր կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ ամենահզորն է լինելու, Աստծո կամոք, ոնց որ իր մատը մեջն է, ամեն ինչի ամենաճոխ, երբ որ կցանկանաք, խնդրեմ համեցեք, մի քարել դուք կդնեք։ Գյուղացիները բոլորն էլ սիրում են պարոն Ծառուկյանի եւ բոլորն էլ պարոն Ծառուկյանի կողմ։ Ժողովուրդ ջան, եթե հարցեր չկա, ցուրտ է, ժողովուրդը չմրսեն։ Ձեր ցավը տանեմ։ Ակցակելից մրսեն։ Աղցան։ Ծառուկյան, առողջություն, հաջողություն։ Հաջող, հաջող։ Հլմեցավ։ Դիմեցավ։ Դե բարի։ Դե գնացիք, ստեցունդը։ Գյուղացիներին հրաժեշտ տալուց հետո Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվում է Հունանյանների ընտանիքում։
Շատ շնորհակալ եմ հյուրասիրության համար։ Հայ ժողովրդին Աստված տվել է հյուրասիրությունը։ Աղուացը դնել, հյուրասիրել, դեցավը տանեն, թող միշտ լի, միշտ ճոխ լինի, Աստծո ձեռն թող մեր ժողովրդի գլխին լինի։ Եթե ձերպես մարդիկ Աստծուն չկառուցեին, ժամանակի ընթացքում այդ եկեղեցիներն էլ էր քանդվելու։ Մեր հավատքը վերանալու, մեր հավատ պայողները ցե նման մարդիկն են։ Աստծո ձեռը թող քո ընտանիքի գլխին լինի։ Միշտ ուրախ։ Բայց էլ քո արսանեկին գրավիրես։ Ընտրալ ունես թե չունես։ Հե, ունես։ Ոնցանունի, պապայից ավաչեց։ Արագածոտն այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանին գյումրեցի կին է մոտենում։ Ինչ է պատահում։ Ոչ մի բան կարող եմ դες պատասխանել։ Իհարկե։ Այցելության հաջորդ վայրը եզդիաբնակ Ռիաթ Հազան է։ Գյուղի տաճարի մոտ հավաքված մարդիկ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին մեծ պատվով են ընդունում։ Եզդի ժողովրդի համար Գագիկ Ծառուկյանը հարազատ մարդ է։ Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը դարերի պատմություն ունի։ Այն հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պատահական չէ, որ ծանր օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է Հայաստանի ու Արցախի կողքին։ Ես իսրտե ձեզ ուզում եմ ողջունել, շնորհակալ եմ այջերմ ընդունելության համար։ Միշտ Եզդի ժողովրդին ես հարգել եմ, հարգում եմ։ Հարգված ես։ Ու հարգված ես։ Իմ հարևանները կան 20-25 ընտանիք եզդիներ, որոնց հետ մենք կապի մեջ ենք, կարգին մարդիկ եք, ամուսով, թասիբով, պինդ, ու բացի դա ես միշտ ասել եմ, ամեն առավոտ, եթե ես ու դեմքը տեսնես գործերը լրիվ լավ, դա հաջողության նշան է։ Իրոք իմ կյանքից եմ ասում։ 8 տարի առաջ, պարոն Ծառուկյան, դուք եկաք այս երեխուն բարձրիկ փոքր ասի, շեխի երեխուն բարձրեմ խերա, ալակյազում կայլացի, այս երեխին է։ Որից ես պարոն Ծառուկյան, ուրախ ենք դուք ժամանել Ռիաթ Հազան գյուղին։ Շնորհակալ եմ։ Պարոն Ծառուկյան, դուք շատ բարով եք եկել, մենք շատ ուրախ ենք ձեր այցելու համար, ձեր գալու համար, որովհետև դուք շատ հոյակապ անձնավոր եք, դուք հավատացյալ մարդ եք, դուք սրբեր եք կառուցում, եկեղեցի եք կառուցում, բարեգործ եք, ժողովրդի կողքին եք կայնած, միշտ ժողովրդին դուք բարձրացնում եք վերև։ Մենք էլ միշտ ձեր կողքի կայնենք, ուզում ենք, որ վարչապետը դուք եք, պարոն Ծառուկյան։ Ես ցավը տանեմ ես։ Ես դե ժողովուրդը նույն մեր հաջողորդը իրար հետ նույն տեղում մեծացած, իրար կողքոքի կայնած, պատերազմին մասնակից, միշտ որպես եղբայր։ Բոլորից նպատակը մեկն է, որ բոլորն էլ լավ ապրեն, որ խաղաղություն լինի, զարգանա, մարդկանց դեմքին ժպիտ լինի։ Երկու ժողովուրդ ենք, բայց խնդիրները նույնն են։ Ազգային փոքրամասնության անդամները կիսում են նույն դժվարությունները։ Աշխարհում մեկ լավ հայրեր ունենք, լավ եզդիներ ունենք, պատրաստված, գրագետ, մեծամասնությունը թողի երկրից գնացել է, ուրիշ երկրում են աշխատում, պետք է հրավիրենք, պետք է բերենք, պետք է խնդրենք, զարգացնենք, կա խնդիրներ, որ պետք է փոխվի, կա օրենքներ փոխվի, մարդկանց հոգսը թեթևացվի, մարդկանց վիճակի մեջ մտնեն, անպագորգոր բաներ չեմ ասում, Ժորժ ջան, մարդը իրեն պետք է դնի դիմացինի տեղը, ոնց կարելի անել, որ այս բանը ուղղվի, մարդն էլ նայելով, եթե իր մասին մտածում են, նարություն են տալի, ուրեմն տրամադրությունը բարձր գիտի իր մասին մտածում են։ Անկեղծ ու բաց զրույցի ժամանակ եզդիները բարձրացնում են համանքի ամենասուր հարցերից մեկը։ Ջրի խնդիրը նոր չէ, լուծման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Էդի խմելու ջուր, մենք որոշման ջուր ենք խմում։ Թող այնց անեն գոյնը մի բաժակ մեզ մաքուր ջուր տան։ Հարաբական երկրում հատուկ
տեխնոլոգիան մշակե, ծովի ջուրն են սարքում, որ խմելու ջուր ա դառնում։ Մենք բոլոր տեղերը ջրեր ունենք։ Հիմա կարան հենա նայի ձնալքը հավաքել, ընդ ջրամբար սարքել, ֆիլտրացիա դնեն, մեծ ամբար կառուցեն, ամբողջ ասեն քանի բնակիչը խմելու համար կարող են ապահովել։ Դիմեք մարզպետին, որ մենք այս ժողովուրդը, որ այս երկրում բնակվում ենք, միասնական 20 տարի ջուր չունենք։ Որ մարզպետ ունենայի, այնա երեսը կտենայի։ Չենք տեսել։ Քանի գյուղ կա, որ ջուր չունի։ Ես չգիտեմ, մենակ գիտեմ միացած գյուղի։ Ամեն գյուղում մի 200 մարդ մնում է։ Մնում է։ 1000 հոգի որ գնան կառավարություն, դիմեն, ասեն մենք ջուր չունենք, մեր ջրիացը կարգավորենք։ 1-2 անպայման կլուծեն։ Եզդիները նաև սպորտային հաջողություններն են ներկայացնում։ Քիք բռնցքամարտիկ Թամաս Աթաշյանի բազմաթիվ մրցանակները ոգևորում են ու հպարտանալու տեղիք տալիս։ Երեք կան գոտի կարամես, այո։ Молодец, молодец։ Շնորհավորում եմ ձեզ։ Որ միշտ կարողանաք մեր ազգի պատիվը բարձրացնել։ Ես սոխտում, հա։ Գնացել եմ Թուրքիա, 2 թուր մարզիկի նոկաուտով հաղթել եմ։ Անտալիա քաղաքում։ Էլ իմնա։ Շողոթանան ես չեմպիոն, հալալա։ Այո։ Մերսի շատ։ Շնորհավորում եմ, ապրես։ Մերսի։ Պարոն Սարգսյան, ես մեծ տղեսա ձեր համար անակում կալա պատրաստել ձեր նկարն իրադարձակ, եկե նկարիչի ակնումա։ Ես դու ես նկարել։ Հալալա, молодец։ Ապրես։ Տաղանդավոր տղերք ունես, ապրես։ Ուրախ ենք, հաճելի է։ Նայ մյուս անգամ որ մրցման գնաս, հենց գոտի վերցնես մեդալ ուղի գալիս ես իմ մոտ։ Գագիկ Ծառուկյանը նաև եզդիների սրբավայր է այցելում։ Թող ես շիխուբեկը կշում ես սուրբը, թող ես բաղբաղ, սաղ։ Յամեն դեպքի, ողջում եք սավական, բաղբաղ, ես լուղուց ես բաղբաղ, ձեր բաղբաղ։ Զրույցը ավելի է ջերմանում սեղանի շուրջ, երկու ժողովուրդների հավատի ու վստահության մասին են խոսակցությունները։ Ուզում խմեմ եզդի ժողովրդի համար, շեխերի գլխավորությամբ, եզդի ժողովուրդը արդեն 100 տարի ապրելով մի ազգ ենք դարել, ամեն մեկը իր ադաթով, իր ավանդույթով, ով անցյալ չունի, ներկա չի կարա ունած, այս հավատանեմ։ Ցանկացած բնակավարում եզդի ժողովուրդը իր ձեռագիրը ունի, արվեստում էլ ունի, իրավաբանական ոլորտում էլ ունի, գործարար աշխարհում էլ ունի, կարևորը վերաբերմունքն է ջերմություն, Աստված թող պահպան լինի։ Ես ձեր բարեկամը, ձեր Ծառուկյանը, ցանկացած հարցով պատրաստ եմ։ Իմ հնարավորության սահմանում ես էլ օգտակար լինեմ, այդ հարգանքն ու վերաբերմունքը պահեմ պահպանեմ։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր այցելել եք մեր սրբավայր, մեր եզդիական գյուղ, Աստված ձեր պահպան։ Ինձ կներեք, սպասում Մի բաժակ եմ, մի խմեմ եմ, ես մի բաժակի խմենք ձեր ցավը։ Ես շեխերից պրզնել չկա։ Եզդիները եւս հետաքրքրված են Հայաստանում կառուցվող փրկչի ամենաբարձր արձանով։ Իրենք էլ ցանկանում են այս հզոր նախագծի մի մասնիկը դառնալ։ Հատիս լեռը բարձրանալու ցանկություն են հայտնում։ Պարոն Ծառուկյան, շատ բարով եկեք ցավը տանը։ Մենք շատ ուրախ ենք ձեր այցելու համար, մեր կողքն եք, մենք ձեր կողքն ենք, դուք հավատացյալ մարդ եք, ձեր ցավը տանը, ողջ ելեք, առողջ ելեք, միշտ ուժեղ ելեք, այս բաժակը խմեմ սրբավայրի դեմը, մեր պարոն Ծառուկյանի կենացը։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Մյուս հանդիպումը լինելու է Հիսուսի արձանի շինարարության, որ շեխերի գլխավորությամբ ձեր ցավը տանեմ անպայման։ Կազմակերպեմ, ընդե կլնեմ, միասին կբարձրանանք վերև, քար կդնենք, մի կտոր էլ հաց իրար հետ կկիսենք, այդ բոլորը Շատ ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանը հայցելեց մեր տաճարը, միշտ հայերի հետ, ոնց որ
ախպեր եղել ենք, ոնց որ մի ընտանիք ենք, ինքը ասում մարդը, այսօր ինքն էլ մեր հանդեպ շատ ջերմ է։ Իսկապես մենք պարոն Ծառուկյանին հարգում ենք իր վերաբերմունքի համար, իր մարդկության համար։ Ուրախ ենք ու շնորհակալ ենք, որ ինքը մեզ հարգեց, եկավ մեր մեջ, իր հետ հաց ենք ուտում, իր հետ ջուր ենք խմում, իր հետ մատաղ ենք նստում։ Իր վեճը չի վարչապետություն։ Իրան վեճ է մարդկություն, շնորհք ու հարգանք ու պատիվ։ Հաջորդ կանգառը Արագածն է, գյուղի բնակիչներին առաջարկ Հայաստանին ծրագիրը կազմելու մասին է պատմում Գագիկ Ծառուկյանը։ Առաջարկները եկել են ժողովրդից, դրանք ամբողջացրել են մասնագետները։ Հետո լսում է մարդկանց խնդիրները։ Ինչ հարցեր ունեք, որ ուզում եք տակ։ Առաջին հերթին պարոն Ծառուկյան, մեզ անհրաժեշտ է գյուղատնտեսական բարդանյութերը, որ գյուղացիներ ուզում են ցանեն, չկա չեն կարող թանկ չարեն։ Ես ձեզնից մեկը իրար հետ ընկերական նայելով ձեր աշխարհի մեջ խոսամ։ Եթե մարդ մտածի իր պետության մասին, կարա գյուղնախարարությունը փակի։ Ասենք 480,000 հեկտար ունենք, 930 գյուղ ունենք։ Սա երիտասարդություն թողում գնում են, հա այն մեծերները իրացան դավայնա մնում են, վերջով է գալու մշակի։ Դրա համար գյուղնախարարությունը առաջերտին պետք է բացվի։ Այնպիսի նախարար պետք է լինի, որ տիրապետի, որ կարողանա հիմնական խնդիրները ապահովի մարդկանց։ Մարդը ինչ է ուզում, մեխանիզացիա, սիլիտրա, սերմ, սալյարկա, մեկ էլ որ կարողանա աղբշան իր բերքը ընդունեն, ուրիշ բան չի ուզում այդ մարդը։ Այդ քանի կետը պետք է կատարվի, այսօր պետք է ճիշտ կառավարեն, համ այդքան թանկություն չլինի, որ կարողանան մարդիկ նորմալ ձևով կազմակերպեն, մնացածն էլ պահեստավորեն Արտանե, Ռուսաստան, մեկ էլ արաբական երկիր։ Գյուղացին միայնակ է իր բազմաթիվ պրոբլեմների հետ, հույսը մարում է, գյուղը դատարկվում։ Գյուղացուն վարկերը պետք է տրվի 0% ժողովուրդ ջան, որ մարդը գանանը իր հողի չափսով 5 հեկտարա, 2 հեկտարա վերցնի, իր ցանքսը կատարի, տոկոս չվե գալի բանկից։ Աշնանն էլ իր բերքը ծախի, բանկը այդ գումարը փակի առանց տոկոս, այն շահույթել ինք իր տունը պայի։ Սա է մոտեցումը։ Իսկ եթե գյուղացուն ուզում են տոկոս տան, ավելորդ աշխատանք ուզում կատարեն, պետք է լինի 2%, որ գյուղը զարգանա, բարիք ստեղծի այդ մարդը։ Դրա համար պետք է լավ կառավարություն, որ նշանակվի ճիշտ մարդ, ճիշտ տեղում կառավարությունն էլ գյուղական համայնքներին օգնի, որ գյուղացին ոտի կանգնի, քաղաքը պահի։ Մեր Ծառուկյանը ասած դա է անդրադարձ, ժողովուրդ ջան, դրա ծառերով ողջունեք, այդ ոտոսեցեք մեր լավ։ Ուզում եք դու դառնաք մեր երկրի վարչապետը, որտեղ դուք այդ Ոստոկուց այդ ամեն ինչը մեծացել եք, ամեն ինչը տեսել եք ձեր աշխով, ստեր լուբոն գյուղացինել ուզում է ձեր նման հզոր մարդ կային իր մեջքին, որ այս երկիրը մի բան լինի։ Ցավը տամ։ Ոչ թե 22-23 տարեկան դառնա մարսպեցկի չի բանա գյուղի խնդիրը որն է։ Բոլորը պետք է իմանան ինչը սկիզբ ունի, նավերջ ունի, պապեկան մարզպետ չի լինելու։ Պետք է նա դրանից հետո արած ունենա, որ ժողովրդի մեջ քայլի, հարսանիք են հրավիրելու, կնունք է, որ նա չխուսափի, այլ կա հպարտ նստի։ Հայաստանը նախ պետք է հեռու պահել արտաքին վտանգներից, շարունակական զիջումները խաղաղություն չեն բերի։ Ես 20 թվականի հունիսի 5-ին հայտարարել եմ տեղակ չեք, որ ասեցի, այս իշխանությունը պետք է փոխվի, անփորձ երիտասարդների հավաքածուը։ 4 ամիս հետո պատերազմ ելնելու։ Լսել եք, թե չեք լսել եք, սա լսել եմ։ Ասել եմ մենք պետք է այս չի լինի 4 ամիս հետո մենք զոհեր ենք տալու, Արցախն ենք կորցնելու, մի 6 ամիս, 8 ամիս հետո շրջափակում ա լինելու, սով ա լինելու, Արցախը հանձնել ենք, ասել եմ։ Ոչ մեկը չլսեց, ոչ դուք, ոչ ընդդիմության, որը ասենք քաղաքական գործիչ, ոչ էլ իշխանությունը, բայց կապ կա, վերլուծություն կա, եթե այս անգամ էլ ինչ չլսեցին, մի տարի, 2 տարի հետո մեր երկիրը նույն Արցախի ճակատագրին արժանանալու։ 300,000 ադրբեջանցի աղբեր, բերենք ստե տուն տանք։ 300,000 եկան աղբեջան,
տեղում հարց լինի 100-200 հազարը միանգամից ելնելու են ոտի։ Մենք մեր ժողովուրդը բնակվելու տեղ չկա, ձեր ցավը տանեմ։ Ոնց ենք բերեմ տա։ Խի մեր ժողովուրդը սաղ տները թողած, դռները փակած, չեն կարող գնան անդե, նրանք պետք է գաստե տուն սարքենք, որ մեր երկրում ապրեն, ասեն, ոնց եք դուք հասկանում։ Ուլ չենք տալու Ծառուկյան ջան։ Դες բան չի կարող։ Դες բան չի կարող։ Անուշադիր լինեք, լինելի է։ Լսեք Դες Ծառուկյանի։ կառավարությանը մենք չամփոփենք, այդտեղ դες բան չի։ Ձեր ցավը տանեմ, այսօր կախված է ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի իր երեխայի իր ապագայի համար, բոլորը կախված է ձեզնից։ Արագածում եւս Գագիկ Ծառուկյանը խոսում է թշնամանքին վերջ տալու մասին, պետք է գնալ ազգային հաշտության ճանապարհով։ Մենք պետք է միասնական լինենք։ Իրար հետ պետք է չվիճեք, բացատրի, կարականեք, ասա, գան քեզ ընտրենք սաղս։ Այսօր ժողովուրդ ջան, բոլորը ձեր ձեռքում է։ Ես նորից եմ ասում, իրար հետ մի թշնամացեք, ով որ կուսակցությունից է, սաղ էլ հայ են։ Պրոստը իրար հետ քաղցր, հիմա եթե Արմենն ասում է, կարամ ես 100 կիլո բարձրացնեմ։ Որ գնում եմ մրցման։ Կարեն ասում է, չէ, ես 170 կբարձրացնեմ։ Արմենը տղես է, ինքն էլ իր այդ հարաբերություն չունեմ։ Ես պարտավոր եմ իրան ուղարկելու, որ մենք հաջողություն հաղթանակ ունենք, եղբայր։ Աշուղ բանահավաք Ժորա Գրիգորյանը հանդիպման է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական բուկլետով։ Դրույթներին արդեն ծանոթ է, քաղաքական ուժին հաջողություն է մաղթում։ Կարդում ես Բուկլետը իմ ձեռքին։ Այո, այո։ Մանրամաս։ Այո։ Կարդացել եմ։ Այո։ Բոլորն էլ ինձ դուր է եկել։ Այո։ Ես երեսապաշտություն չեմ անում։ Այո։ Ես շատ վաղուց ձեզ ճանաչում եմ, գիտեմ։ Այո։ Ձեր ով եւ ինչ ձևի այսօրվա արդյունքին հասնել։ Այո։ Տանջան, չարչար։ Այո։ Եվ այլ։ Մենք լսեցինք այդ կանքից։ Հիմա ես ուշադիր լսում եմ, եկել եմ ձեզ լսելու։ Ասեք։ Ես կուզեի որ ասեի իմ սրտի խոսքը, ես ձեզ համեմատում եմ մեր հին բարերարների հետ։ Մանտաշովներից սկսած մինչև այսօր ես դասում եմ ձեզ այդ շարքը։ Ձեր բարեգործական գործունեությունը անձնական, ձեր հալալ միջոցից մարդկա կոպեկը ջեբից ջեբ փոխում է, ֆրոսում է որ չկորցնի, ափսոսում է որ մեկին ցույց տա։ Այսինքն ձեր ցանկությամբ, ձեր ուժի կարողության չափով տվել եք ժողովուրդ։ Ես կուզեի որ ձեր կազմակերպությունը մտներ խորհրդարան եւ այս Սանչե վերսիդետիս, որ ես կետերը իրագործեր։ Շատ տպավորված եմ, շատ գրագետ, հիացած, քոցավը տանեմ։ Մեր ազգում շատ բանիմաց խելացի մարդիկ կան։ Երկի հեղինակն էլ է, պարոն Ծառուկյան։ Դե ես ասեմ, հիացած եմ, նախադասություններ ասել, շատ տպավորված եմ։ Քանի տարի է պայքարում ենք, խորհրդան ենք մտել, բացատրելով, ասելով, ներկայացնելով, որ հնարավորություն լինի, որ կարողանանք ծրագիր իրականացնենք։ Կապը կա, հնարավորությունը կա, ծանոթությունը կա, աշխարհի սաղ ազդեցիկ հայերին ճանաչում եմ, սաղ շեխերին ճանաչում եմ, լորդերին ճանաչում եմ, մեծ արուստներին, սաղ էլ իմ ազգին սիրում, հարգում են, որ անպայման գալիս են ստե հիացած գնում են, որ կարողանանք սարքել, կառուցել, զարգացնել, ծաղկացնել, որ սաղի դեմքին ժպիտ լինի։ Խորհրդան ասելով հիմա եթե ես 5% լինի, ես չեմ կարող իմ ծրագիր իրականացնեմ։ Մշակույթի վաստակավոր գործիչը Հարազատ գյուղի պատմությունն է ներկայացնում, հերոսական անցյալը ցանկանում է, որ մեր երկիրը սիրողները շատ լինեն։ Հնում վարժեցրած խուշ են թողել ժողովրդի մեջ թակավոր ընտրելու համար։ Այո։ Խուշը ում գլխին կանգնել է։ Այո։ Ընտրել են թակավոր։ Ամեն ինչ հերթով է։ Ես ինձ են հասում է ձեզ ընտրենք, որ դուք էլ որ ընտրեք, այսքանից ներկայացեմ եմ ասում, որ ինչ որ ասում եմ մեկին 10 օրի, ամեն օր, ամեն ամիս, տարբերությունը նկատելի կլինի։ Գյուղում ուսանողներ շատ կան, բայց նրանց կարիքները մեծ դժվարությամբ են հոգում ծնողները։ Քաղաքական թիմի առաջարկը անվճար կրթությունն է։ Հիմա մեր ապարան քաղաքից Այո։ նստում են տրանսպորտ, լիքը ուսանողներ 900 դրամ է։ Այո։ Նույն այս մեր գյուղերից էլ նստում են, էլի 900 դրամ է, աշտարագիշտում են նույն 900 դրամն է։ Տուն կա, որ ունի 2-3 ուսանող։ Իրանց համար դժվար է։ Ձեր հարցի պատասխանել գիտեմ։ Ես ասեմ, առաջնային կոմունիստների ժամանակ
Երևանում եղել է ուսանողական հարակացարաններ։ Մնալով հարակացանում սովորում էին կամ շաբաթ-կիրակի գալիս են տուն։ Այսօր դա ոնց որ վերացել է, որ սա պետք է լինի անպայման։ Վարձը թանկ կներեք իհարկե, որ ասենք չեն կարողանում մնալ ամեն ինչը թանկ, այսօր տնից գնում է 2-3 ուսանող, ասենք կարար, ասենք մեր այս գյուղերին լիներ 600 դրամ, թանկացումը չլիներ։ Գագիկ Ծառուկյանը Արագածի ժողովրդի հետ հանդիպումից տպավորված է, պատմական հիշողությունն ու հերոսական դրվագներին անդրադարձը կարևոր է համարում։ Շատ տպավորված եմ, հզոր մարդ ունենք, ու կարևոր է այսքան գեներալներ, այսքան պատմություն, գեները փոխանցվում են։ Տղեն պետք է հորից 10 քայլ առաջ լինի։ Հիմա այս տարածքի բնակիչները ստեղի նախնիներից պետք է 10 քայլ առաջ լինեն, որտեղ այդ գեները այդ ամեն ինչը կա։ Շնորհակալ եմ, մինչև նոր հանդիպում։ Պարոն Ծառուկյան, կարամ ձեր հետ նկարել։ Այցի ավարտին հարգանքի տուրք է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Հուշարձանի մոտ Գագիկ Ծառուկյանին 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ծնող է մոտենում։ Ես ցանկանում եմ, որ դուք ունեք մեր երկրի վարչապետ։ Բայց հողը թող ջուրջ դառնա։ Հողը միշտ պայծառ մնա։ Համբերություն եմ ցանկանում, Եղբեջան, բոլորը պարտավոր են հարգելու, գնահատելու, մենք ինչ էլ ասենք, այդ ցավը վիշտը քո սրտում է, որ դա երբեք չես կարող մոռանալ։ Միայն կարիք կա թեթև ուշադրության վերաբերմունքի գնահատականի։ Մինչև հիմա ես հենա, սա ժողովուրդը գիտեն։ Պոստերից գլուխ չեն բարձրացնում։ Տղաս, որ բացակա է, իրան հանգարցակի բացակա ոչ մեկ չեն կարող գնել։ Ես կայնացեմ տղայից տեղ։ Քեզ համբերություն, Եղբեջան, քեզ համբերություն։ Քեզ էլ ցանկանում ենք միշտ հաջողություն։ Շնորհակալ եմ իրար հետ։ Քեզ համբերություն, Եղբեջան։ Մարդու պարզությունն ու մարդու էությունը շատ մեծ նշանակություն ունի։ Մերպես մարդ է, սովորական մարդ։ Զրոյից սկսելա, ասելա այս մինչև այսօրվան։ Ինչ-որ մի լավ բան կա այդ մարդու մեջ, որ այդ լավ արդյունքի հասե, չէ։ Մեր ժողովրդի հիմնական, երբ որ մարդուն սկսում են սիրել, հիմնականը այդ մարդու սիրտ, ջիգար, հոգի ասածնա, չէ, որ պետք է դրվի, որ ընկերասիրություն, մարդը տեսնում է մարդկանց բոլորը գալիս են, փաթաթվում են, որևէ սուբորդինացիա, որևէ դիստանցիա չունի մարդ, բաց հասարակ մարդկանցից։ Այսօր ամեն մարդ իր գործի մեջ է, գործով է հարկում սիրում։ Այն Արարատյան դաշտավայրը սաղին ձեռնեկնած, սաղին օգնած, սաղն էլ Հայաստանը խոսում ասում են, որ ամեն մի մարզին ձեռամեկն է։ Մենք էս 1000 տարի պարոն Ծառուկյանի հետ ենք վստահում ենք, մեր հայկական ավանդական տղամարդ տղա է։ Մենք հավատում ենք, որ ինքը իր խոսքի տերն է լինելու, ինչ ասել անելու է, մենք իրան աջակցում ենք, որ ամեն ինչ լավն է հայ ազգի համար։ Իր ասած խոսքը գործ է, աչքը տեսածին է հավատում։ Մեր երիտասարդության սպորտսմեններին տերականգն է, իր ներդրումը աջակցություն եղել է այսօր աշխարհով մեկ մեր հայ ազգի պատի պահողները մեր սպորտսմեններն են։ Իրա պարզությունը, իր այդ հասարակ ժողովրդի մեջ մտնել ելնել է մեզ դիմար ինձ էս արժի։ Ինքը ինքան մաքուր մարդ որ, ինքը առանց որևէ բանի ինչ որ մեր քյուղացի մտնի մեր կողքը դուրս կա։ Այդ բանով մենք Ծառուկյան ազգանունը մեր մոտ մնայուն է։ Ես անձամբ իրանից որպես հայ կին, հայ մայր, իմ ապրած տարիների ընթացքում շնորհակալ եմ իրանից։ Եվ ինչ որ տեղեր կա, որ հպարտանում եմ ես, որովհետև բարի բուն իմաստով մարդ է, տղամարդ է Հայաստանի մեջ։ Երկիրը այս վիճակից շտկելու, հանելու կարող ուժն ինքն է, հզոր մարդն ինքն է, խեղճությանը ոչ ասող մարդն ինքն է։ Արագածոտնի մարզի բնակիչները Գագիկ Ծառուկյանին թեթևացած սրտով են հրաժեշտ տալիս։ Ցանկանում են նորից տեսնել իրենց մարզում։ Նրա ներկայությունը հավատ է տալիս, որ խնդիրները կարող են լուծվել։ Ժորժա, շնորհակալ եմ, ստեղծուն ձեզ։ Իզաբելա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։